Հետևումս ջնջված հետիոտնային անցումն է, ավելի հեռու երկու ցեխոչյուն իրար են կծոտում։ Իսկ Գյումրիում 9 քաղաքական ուժ պայքարում են այս եւ շատ այլ խնդիրները լուծելու մանդատ ստանալու համար։ Այժմ Գյումրիում ենք, որտեղ 82 ընտրական տեղամաս է գործում եւ վերջին տվյալներով ընտրելու իրավունք ունի 111236 քաղաքացի։ Ժամը 17-ի դրությամբ ընտրություններին մասնակցել է 39181 ընտրող։ Կամ ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների 35.22%-ը։ Շրջել են քաղաքում հասկանալու, թե ինչ ակնկալիքներ ունեն գյումրեցիները այսօրվա ավականու ընտրություններից։ Ինչ եք կարծում ով կանցնի։ Կարելի է ասել արդեն Սարիգը բնական է։ Իր համեստությունը նախ եւ առաջ ազդակին իր ամեն ինչով գրավիչ էր ինքը մյուսների համեմատ։ Մասնակցել եք ընտրություններին։ Հա։ Չէ, դա չեմ մասնակցել եք, չգիտեմ։ Ոչ։ Ալա չէ։ Մասնակցելու եք։ Հա, պարտադիր։ Ամեն մարդ իր ջեբի համար է։ Այդ քաղաքական գործիք են, բայց ջեբին գերեն։ Ուրիշ բան չկա այդտեղ։ Այդ դեպքում ինչ սկզբունքով եք դուք ընտրել։ Ես այն սկզբունքով գոնե իմ գիտեցածս մարդն է քաղաքին որոշ չափով դիրություն կրնային է։ Ես քաղաքականությունից չեմ խոսի, ուղղակի բարեկարգ եղնի, մաքուր եղնի, ժողովուրդը կարիք չզգան, զիբիլ չեղնի, օդը մաքուր եղնի, այդ է կարևորը, հիմնական թե չէ ինչ ասք չէ։ Շատ ծրագրեր եմ կարդացել, եթե ծրագրերով լիներ, մենք գուցե երևի Սինգապուրին մրցեինք, բայց այստեղ թեկուզ մինիմումը կատարվի, ես շատ գոհ կլինեմ։ Հələ դայլու չէ տղա ջան, հələ իրար կուտեն տեսին թե իր գունի չկերնի։ Ընտրություններին մասնակցում են 6 կուսակցություններ եւ 3 դաշինքներ։ Այդ թվում իշխող քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը, Հայաստանի կոմունիստական կուսակցությունը, որի ցուցակն առաջնորդում է նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, Ապրելու երկիր, Դեմոկրատական այլընտրանք, Իմ հզոր հայրենիք, Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցությունները, Եվրադաշինք, Մայր Հայաստան, Մեր քաղաքը կուսակցությունների դաշինքները։ Տեղից ձեզ համար աշխատում էր ազգային ցանցը, մնացեք մեզ հետ օպերատիվ տեղեկատվություն ստանալու համար։